լրիվ պատրաստենք ամբողջությամբ։ Այս հարցակումը եկեղեցու վրա նաև ինչ-որ ձևով փորձը կանխարգելելու որևէ այլ գործողություն, որ կարող է տեղի ունենալ ուղղակի հրապարակներում։ Հրապարակեք այդ խաղաղության պայմանագիր կոչված թյուրիմացությունը, գաղտնի ծրագրած դիվական պլանների մասին։ Պատասխանատվություն եմ կրում նաև գալիք սերունդի առջև, ստեղծվող պատմության առջև։ Մենք ոչ մի կաշկանդվածություն ոչ մեկից չունենք։ Տասնյակ հազարավոր անգամներ ավելիով դուրս կգան, որովհետև Բարև ձեզ, դուք դիտում եք հարցեր կան հաղորդումը, այսօր հարցեր կան Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ arczepiskopos Գալստանյանին։ Աստված օգնական Սրբազան։ Աստված պահապան, Լիլիթ ջան։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Շատ կարոթել էի ձեզ։ Նմանապես։ Սրբազան հայր, երեք շատ խորհրդանշական օր էր։ Արթուր Վանեցյանը հրավիրեց մարդկանց օդանավակայան դիմավորելու վեհապար հայրապետին, միացան գործիչներ, հազարավոր քաղաքացիներ, ընդ որում շատ-շատերը մնացել էին ճանապարհին խցանումների պատճառով, ընդհանուր առմամբ պատկերը խորհրդանշական ու հուզիչ էր, հատկանշական է, որ վեհապար հայրապետը հորդորեց խոհեմորեն առանց ավելորդ հոզականության հաղթահարել այս իրավիճակը։ Սրբազան հայր, ակնհայտ է, որ այս իշխանությունը կարմիր գիծ չունի։ Սադրանքներին վերջ չի լինելու, իրենք չեն ընկրկելու, ավելին պատկերավոր ասած քաղաքացիական պատերազմի մասնակիցների քասթինգ են ըստ երևույթին հայտարարել։ Այս պայմաններում ինչ պիտի անի եկեղեցին, ինչ մարտավարություն պիտի ընտրի եկեղեցին, հոգևորականները, հավատավոր զավակները եւ ընդհանրապես բոլոր նրանք, ովքեր հայ առաքելական եկեղեցին համարում են կարևորագույն ինստիտուտ, ինչ պիտի անել այս իրավիճակում, որպեսզի հերթական անգամ իշխանությունը իր սցենարը չիրականացնի, չիրագործի։ Նախ ասեմ, որ երեք գիշերվա արտահայտությունը կարևոր դրսևորում էր եւ ուրախ եմ, որ մեր քաղաքական, հասարակական գործիչներ, քաղաքացիներ հազարավոր իրենց կարելի ասել ոչ միայն ընդվզումը, այլև զորակցությունը իրենց հայտնեցին վեհապար հայրապետին դիմավորելու միջոցով։ Եվ սա շատ կարևոր դրսևորում է նաև ցուցիչ եւ արտահայտություն, որ ինչքան լինեն այս իշխանությունների, այս չարիքի իշխանության մոլորեցնող, ճակերտավոր ասած քաղաքականության դրսևորումները, այդուհանդերձ մեր ժողովուրդը իր բնազդով նաև իր ներքին զգացումով թույլ չի տալու, որ դա իրականացվի, այն ինչ որ իրենք ծրագրում են։ Ինչ մարտավարություն պիտի որդեգրի եկեղեցին շատ կարծում եմ հստակ գոնե Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարության միջոցով արդեն որոշակիորեն իր կեցվածքը արտահայտել է։ Եկեղեցին երբեք չի ուզում գնալ այնպիսի քայլերի, որոնք որևէ կերպով կարող են ի վերջո ողբերգությունների հանգեցնել եւ վտանգել մեր պետականությունը։ Բնականաբար ես դարձյալ Սրբազան Միքայել Սրբազանի խոսքը պիտի կրկնեմ, ինչին ընդունակ են իրենք, դրան էլ պատրաստ է ամբողջությամբ եկեղեցին։ Սա թող լինի մարտահրավ էր։ Այդպես են չի եւ այս ժամանակների, այս մի քանի օրվա մեջ հնչած կարծում կարևորագույն, այսպես ասած, գաղափարական ուղղությունն է։ Բնականաբար եկեղեցում, մայրաթոռում որոշակի մտածումներ կան, պատկերացումներ կան։ Ես կարծում եմ, որ դիմակայել միայն սոսկ դիմակայություն ունենալը ճիշտ չէ։ Մենք ունենք ծրագիր, որպես ժողովուրդ, գիտակից մարդիկ, որ հստակ կերպով տեսել են, արձանագրել են, տեսնում են, որ միակ լուծումը չարիքի հեռացումն է։ Բոլոր խնդիրների լուծումը այդտեղ է, որովհետև եկեղեցին նաև այն դուք նշեցիք կարմիր գծերի մասին, այն վերջին խրամատն է, որ իրենք ուզում են պարզապես տրորել եւ անցնել։ Ես դեռ Արցախի կուլ տալու ժամանակներում եմ ասել, որ հաջորդ թիրախը լինելու է
մայրաթոռը լինելու է եկեղեցին, լինելու է վեհապար հայրապետը, լինելու են եկեղեցականները, որովհետև այդ ընդհանուր համահարթեցման գաղափարը ես անկեղծորեն ասած չեմ հավատում, որ սրանք գաղափարական ինչ-որ բանի վրա են, այլ թելադրանքի վրա են բնականաբար եւ շարքը հերթով շարունակվում է։ Ում կողմից թելադրանք։ Համազգանուն ունեցող մարդկանց Փաշազադե, Ալիև, հավանաբար Էրդողան, հավանաբար չէ, վստահաբար։ Իրենք իրենց հայտարարությունները արդեն վկայում են դրա մասին։ Ի նկատի ունեմ այդ անձինք ում անունները տվեցի։ Շատ նայեք, այս մարդիկ խոսում են, որ ռուսական մամուլը անդրադառնում է եւ այլն այս խնդիրը։ Մոռանում են ասել, որ իրենց ադրբեջանական զուգընկերները նույն կերպով եւ ավելի խորությամբ են արտահայտում։ Այսօր ամբողջ ադրբեջանական մամուլը ողողված է սրանց արարքներով, գովասանքներով նույնիսկ, մեծ գովասանքներով։ Ուղիղ կապ տեսնելով Փաշազադեի արտահայտության եւ այս չարիքի հայտարարությունների միջև։ Իդեպ Սրբազան հայր, եկեղեցու ուղված սպառնալիքները նոր չեն բնականաբար, բայց այդուհանդերձ դրանք շոկային տրամադրություն առաջացրին հանրության մեջ, բայց շատ կարևորում եմ, որ պատճառահետևանքային կապն էլ մենք տեսնենք, թե հատկապես որ պահից սկսած իրենք սաստկացրին, ագրեսիվացրին իրենց գործողությունները, երբ վեհապար հայրապետը Շվեյցարիայում էր եւ մեծ հաշվով արցախյան օրակարգ էր առաջ տանում։ Իսկապես հայկական շահի առաջմղմամբ էր զբաղված վեհապար հայրապետը։ Դրան Հայաստանի իշխանությունը ամուսնական այդ հայտնի զույգը սրիններով արձագանքեց։ Հետևաբար Փաշինյանը պետք է Ադրբեջանին ցույց տա, որ ինքը սինխրոն չէ, հաշտ չէ այդ օրակարգի հետ եւ հետևաբար անում է այս քայլերը։ Այդ ամենալավը մեզ ճանաչում են մեր թշնամիները շատ խորությամբ եւ պատահական չէր հենց սկզբից արտահայտությունը Փաշազադեի արտահայտությունը եկեղեցու մաս դրանից առաջ էլ անընդհատ խոսվել է եկեղեցու մասին որպես ռևանշիստների, ֆաշիստների եւ այլն, որպես օջախ։ Եվ թիրախավորած, ուղղակիորեն թիրախավորած, թե անհատ հոգեվորական, թե հատկապես վեհապար հայրապետին։ Ես մի քանի անգամ օրինակներ բերեմ 2022 թվականից ադրբեջանական մամուլը կոնկրետ իմ անձի եւ մեր մասին անընդհատ խոսել է Տավուշի թեմի, գործունեության եւ այլն, ռևանշիստներ, ահաբեկիչներ պատրաստող, անընդհատ։ Հիմա կարևոր ուրիշ բան ասեմ ձեզ, որ այո, այդ շարահարությունը երբ տեսնում ենք դեպքերի իրադարձությունների, ակունքը սկիզբը կարծես ազդանշանը տրվել է այնտեղից եւ այստեղ շարունակություն է գտել հենց այդ ժամանակահատվածում, երբ եկեղեցիների համաշխարհային խորհրդի հովանու ներքո վեհապար հայրապետի նախաձեռնությամբ հովանու ներքո հենց Արցախի վերադարձի վերաբերյալ բռնազավթման վերաբերյալ, իրավունքների վերաբերյալ եւ այլն, ինչպես դուք նշեցիք, այլ օրակարգ է առաջադրում եկեղեցին եւ մեր թշնամիները ինչպես ասած լավ են ճանաչում եւ գիտեն նաեւ որ ինչպես կարող է այդ ամբողջ եկեղեցու ցանցային գործունեությունը խաթարել իրենց համատեղ ծրագրերին այստեղի չարիքի իշխանությունների հետ։ Եվ բացի դա, բացի Բեռնը, ուղղակիորեն իր ներկայությամբ է խոսվել Արցախի մեր հայրենակիցների վերադարձի մասին եւ մնացած որ ռազմագերիների վերադարձի մասին եւ այլն, անընդհատ տևապես եկեղեցին խոսել այդ թեման տաքը մնացել անկախ նրանից որ մենք այս պահին կորուստ ունենք մեր հայրենիքին եւ բնականաբար սա անհանգստացնող է որովհետեւ ոչ միայն ներքին օրակարգն է այստեղ արծարծված այլև արտաքին այլևս հարթակներում են դրա մասին խոսում եւ ում դեմքով ինչ հեղինակությամբ ինստիտուցիոնալ հեղինակությամբ, եկեղեցու հեղինակությամբ, որը շարունակություն է ունենալու, բնականաբար, որովհետև եթե եկեղեցին թելադրել օրակարգ, գնում է այդ օրակարգի հետևից, միայն Բեռնով կամ Շվեյցարիայով չի ավարտվելու դա, շարունակվելու, չէ, այլ հարթակներում եւս տեղի ունենալու։ Ուրեմն որոշակի գիծ կա, քաղաքականություն կա, որ տարբեր հնարավոր միջոցներով եւ եղանակներով խոսում է եւ խոսվել է նաեւ պատմական մեր
Հոգևոր ժառանգության մասին, որ այսօր անխնա վերացնում են ուղղակի Արցախում կամ ջնջում են, փորձելով հիշողությունը, շարունակականությունը ջնջել։ Հիմա դրա այդ թեմայով Փաշազադեն խոսել է։ Օրինակ մի բան վերցնենք, որ եկեղեցին չի անդրադարձել, վեհապարը չի պատասխան։ Փաշազադեն հայտարարություններ արել այդ թեմայով։ Հայաստանի իշխանությունները որպես երաշխավոր հայկական ժառանգության կապ չունի որտեղ, աշխարհի որևէ անկյունում, ծպտուն հանել են, որևէ բառ խոսեն, հիմա մոռանանք քաղաքականություն եւ մի պահ մի կողմ թողնենք։ Որպես երաշխավոր, ասենք ինչ որ խաչքար են կոտրել, ջարդել, փշրել, գերեզմաններ են պղծել, որևէ ծպտուն հանել են այդ թեմայով, եւ դեռ հակառակը դատական գործերն են հետ վերցնում, այսպես կոչված խաղաղության պայմանագրի լույսի ներքո են ուզում լուծել հարցեր, իբր թե, բայց տևական պահանջ կա բոլոր առումներով, եւ հատկապես այդ հոգևոր պատմական հուշարձանների ջնջելու, քանդելու, վանդալիզմի ենթարկելու փաստը, սրա մասին ինչ գործունեություն է, ոչ մի, բացարձակ ոչ, եւ դեռ անհանգստանում են երևի, երբ այդ մասին խոսում, որովհետեւ իրենց ցանկությունն է, որ ջնջվի, իրենց այս տեղական ենթականների ցանկությունն է, որ ջնջվի, որպեսզի իրենց խոսքն էլ արժեք ունենա, չէ՞ որ Արցախը Հայաստան էր եւ վերջ, հիմա ինչ որ ձևով պիտի փոխեն, չէ՞ դա, ասեն որ դե չկա, հետք չկա, ինչ հետք։ Սրբազաններ, դուք նշել եք, որ տևական ժամանակ է, գետնի վրա աշխատանք եք տանում, լուռ աշխատանք եք տանում Հայաստանի մարզերում, պատրաստվում եք ընդվզումների, որպեսզի վերջակետ դրվի իշխանափոխության գործընթացին։ Այս օրերին եկեղեցու հանդեպ սրված հարձակումները որոշակիորեն ձեր մարտավարությունը փոխել են։ Բացարձակ։ Ինչու պիտի փոխեն։ Մեր ծրագիրը մեկն է՝ հեռացնել։ Ներողություն, որովհետև դուք ժամկետ չեք նշել, ասելով, որ չեք ուզում, որ բացահայտեք ժամկետները, որովհետև պիտի անակնկալի բերեք այս իշխանությանը։ Հայք, ժամկետները նաև պայմանավորված են տարբեր հանգամանքներով, տեղի ունեցող իրադարձություններով։ Մենք շատ ծանրութեթև ենք անում, գնահատում ենք նաև իրավիճակն ու ժամանակը, եւ հետեւաբար ոչ թե որ մենք լրիվ պատրաստ ենք ամբողջությամբ։ Մեզ համար խնդիրը իրավիճակի գնահատականները ճիշտ տալուց եւ վերլուծելուց հետո իրականացնել, բայց այս ընթացքում ասեմ ձեզ, որքան էլ որ մենք լուռ աշխատում ենք եւ այլն, ես բազմաթիվ առիթներով ասել եմ, ամենալավը գիտեն թշնամիները, թե մենք ինչ ենք անում։ Թշնամին մեկն է, չարիքի իշխանությունը, ամենալավ իրենք գիտեն մենք ինչ ենք անում։ Դե հետևում են։ Հետևում են բացի, հետևում են ինչ աստիճանի, իրենց բոլոր օպերատիվ աշխատողներով եւ այլն, շատ են հետևում։ Եվ ես կարծում եմ նաև, որ այս հարձակումը եկեղեցու վրա նաև ինչ որ ձևով փորձ է կանխարգելելու որևէ այլ գործողություն, որ կարող է տեղի ունենալ ուղղակի հրապարակներում։ Ինչու եմ ասում դա, որովհետև քիչ առաջ ձեր խոսքի մեջ ասի, փորձ է արվում, որ մարդկանց տանել դիմակայության եւ ոչ թե ուղղակի հակաքայլ անելու այն իմաստով, որ ծրագիր իրականացնելու սեփական օրակարգը թելադրելուն, այլ գնալ այդ օրակարգի մեջ, դիմակայելու, պաշտպանվելու եւ այլն եւ երբեք այլ քայլ, մեկ քայլ առաջ չանելու։ Սադրում են, որպեսզի մարտավարություն փոխվի։ Այո, հենց դրա համար է ասում, որ ինչու պիտի փոխվի։ Ոչ միայն այսօր դիմադրություն, դիմակայության խնդիրը պաշտպանվելու ավելի ճիշտ, փորձելու պաշտպանել եկեղեցին, այլ երկիրը ազատագրելու խնդիր, այսինքն մեր օրակարգը այդպեսին պիտի դառնա։ Մենք չպիտի բավարարվենք ասելով եկեղեցու կողքին ենք, եկեղեցու մեջ ենք։ Դա իրենց ցանկալի օրակարգն է թելադրելու, սահմանափակելու, այդտեղ մնալու։ Այլ հակառակը մեր անելիքը պիտի մենք գործադրենք, մեր անելիքների մասին պետք է խոսենք եւ մեր անելիքներով առաջ գնանք։ Մեր անելիքները նաեւ այդ պաշտպանությունն են ենթադրում։ Հասկանալի է։ Հիմա խումբ են հավաքում սրբազաններ վեհարանը ազատելու համար։
Ու եթե տանում են ուղիղ բախումների քաղաքացիական, այս պայմաններում ինչ է կանել։ Այդ խմբի չափանիշները մի հատ կասեք ինչ էին, հիշում եք, այսպես կոչված չափանիշները, երբ իրար կողքի ես դնում, հետաքրքրության համար, ոչ թե լրջության։ Բնականաբար անլուրջ է։ Նախ առաջինը միտդ է գալիս Արցախյան մեր հերոսամարտի, մեր հայրենական պատերազմի ժամանակ, այս վերջին, այս չարիքի հայտարարությունը խմբեր կազմելու մասին։ Միտքդ է գա խմբեր կազմելու Սաղավարտ վերցրեք։ Բացի այդ երկրորդը, առաջինը սաղավարտներ, երկրորդը այդ տիմերի տեղական ինքնակառավարման մարմիններին ընտրել 30 հոգի, չգիտեմ, եւ այլն կետեր, ակամայից դա է միտքդ գալիս եւ ինչի մասն ես մտածում, ինչ տեղի ունեցավ Արցախի հետ, ուրեմն նույնն էլ տեղի ունենալու իրենց մտքով եկեղեցու հետ։ Երկրորդը այդ չափանիշները, որ դրել են, ուղղակի պիտի ասեմ աղանդավորական, խորհրդատու կամ հենց ուղղակի սկզբունքով արտահայտված գաղափարներ են։ Ցույց է տալիս իրական խորքը, եթե ոչ պատարակի մասնակցողների, օրինակն եմ ասում, մասնակցողների մասին խոսք կա, ոչ հաղորդություն ստացողների եւ ոչ ապաշխարության խորհրդի միջով անցածների, օրինակ, գաղափար եմ տալիս, չկա։ Երկրորդ, չկա նաեւ այն մասին, որ օրինական ամուսնացած են իրանք թե ոչ, մկրտված են թե ոչ, օրինական պսակվածները գիտեք, եկեղեցում ամուսնացածներ են, չէ։ Եթե որևէ մեկը հավատացյալ եկեղեցու հետևորդ անդամ է իրեն կարծում, առաջին հերթին իր ընտանիքը պիտի չէ կարգավորի, պսակված լինելով, ամուսնացած լինելով, որպեսզի իր զավակները ըստ եկեղեցական կարգի եւ կանոնի ապօրինի չհամարվեն։ Այդպիսի չափանիշ օրինակ չկա դրա մեջ։ Հետո մեկ էլ հանկարծ խոսում են չորրորդը ԿՓ-ական տարբեր որակի, այսինքն այլ որակ չի կարող լինել, բայց տարբեր որակի մարդիկ, օրինակ, որոնք հավատամքը գիտեն մեր եկեղեցու, թե չգիտեն, հավատամքը բացի կարդալ գիտեն, թե չգիտեն, ասեն կարող է մեկ ասի սեպտեմբեր ու որոշի, որ թի կաթողիկոսին հեռացնի, օրինակ հավատամք գիտեն, շատ պարզ բան եմ հարցնում, դա այո ուղիղ ցուցումը փողոցում դուրս գալու եւ արշավելու եկեղեցու վրա, վեհարանի վրա, այլապես ինչու պետք է խմբերը կազմվեն, ինչ նպատակ ունի կամ խումբ կազմեն ինչ-որ։ Հիմա դրան ո՞նց պիտի հակադրվել։ Իրեն հեռացնելով։ Այսօր հայոց պետականության, հայոց կյանքի միակ եւ բացարձակ թշնամին այդ չարիքն է, որ նստած է կառավարության գլխին։ Եվ դա պետք է լուծվի, հեռացվի։ Սրբազան դուք ասում եք այս մեծ ճանապարհին մենք ունենք մեկ փոքր խոչընդոտ եւ դա Հայաստանի օրվա իշխանությունն է։ Ես հասկանում եմ դուք ինչ նկատի ունեք փոքր խոչընդոտ ասելով, բայց այդուհանդերձ Երևի ձևակերպումը սխալ է եղել, փոքր բաղադրիչ, բայց մեծ խոչընդոտ։ Այ հիմա ամեն ինչ շտկվեց։ Փոքր բաղադրիչ, բայց մեծ խոչընդոտ։ Որտեւ ես պիտի հարցնեի, եթե փոքր խոչընդոտ է, ինչու չի հաջողվում։ Իրականության մեջ նաև փոքր խոչընդոտ է, ինչով է փոքր խոչընդոտ։ Այսինքն մի հատ քարը դրված մեր մեծ ճանապարհի վրա։ Դա հասկանալի է։ Այդ քարը մի կողմ տանելու պատմությունն է։ Թե ինչպես են, բայց ինչքան է խորացել այդ քարը, որտեղ է խորացել, սրա մասին է։ Այո, բայց ձևակերպումը հետեւյալն է։ Փոքր բաղադրիչս հսկայական ավերի մեջ փոքր բաղադրիչ մեր տունը վերականգնելու ճանապարհին, բայց մեծ խոչընդոտը սա կանգնած ուղակի, որը արգելափակում է ուղակի շնչել այս ամբողջ ավերը, որ գործված է աղետի մեջ, որ մենք ապրում ենք, պատված զրկված, ուրախությունից ու պատվից զրկված, դա մեծ հսկայական ահռելի ջանքեր է պահանջում վերականգնելու համար եւ ոչ միայն վերականգնելու, այլև զարգացնելու համար մեր տունը, մեր կյանքը ամբողջության մեջ։ Հիմա երբ որ ես խոսել եմ նպատակի մասին, մեր նպատակը իշխանություն հեռացնել չէ։ Մեր նպատակը մեր տունը վերականգնելն է, մեր կյանքը վերականգնելն է,
Բայց այդ նպատակին հասնելու խոչընդոտը այս չարիքն է։ Դա ծրագիր է իրենց հեռացնելը, բայց ոչ երբեք նպատակ։ Մեր նպատակը շատ մեծ է։ Շատ մեծ։ Մեր նպատակը Հայաստան աշխարհի հաղթանակն է ամբողջության մեջ։ Հասկանալի է, Սրբազան հայր, ամբողջ հարցն այն է, որ այս տարիներին տարբեր բովանդակությամբ օրակարգերով եւ մեխանիզմներով պայքարները, որ այնուամենայնիվ դեռ վերջնական արդյունքի չեն հանգեցրել, ստեղծել են մի իրավիճակ, որում մարդիկ կամա թե ակամա սկսել են մտածել, որ այս իշխանությունը անհաղթելի հրեշ է։ Բացարձակ ոչ։ Այդ հրեշի դեմ պետք է անընդհատ պայքարել, անհոգնաբեկ, անընդհատ, տևական, որովհետև սա մեր անձնական կյանքի այս կամ այն դրվագի մասին չէ, սա մեր ընդհանրական կյանքն է։ Նայեք, ես շատ եմ այդ օրինակներ տվել, պարզ մեր կյանքում, երբ որևէ խնդիր է առաջանում, հենց սեպենք տուն կառուցելը, անհատապես, ընտանիք կազմելը, երեխաներ ունենալը, տևական պայքար է դա, տևական։ Հիմա եթե տունդ կառուցում ես զուտ շինարարական իմաստով եւ անընդհատ ինչ-որ խնդիրներ են առաջանում, դու այդ խնդիրները թողնում ես մի կողմ ես կանգնում, որովհետեւ այսինչ փուլը չկարողացար հաղթահարել, թե անընդհատ ելքերն ու ճանապարհներն ես որոնում տունդ հասցնելու ավարտին։ Են քո երազների, պատկերացումների, տեսիլքների, որովհետև պիտի խաղաղ, հանգիստ, ապահով բնակվեն քո զավակները, քո ընտանիքը։ Չես թողնում, չէ՞։ Ոչ ոք իրավունք չունի կիսատ թողնելու։ Պայքարը ենթադրում է տևական, մշտական ջանք։ Կապ չունի, քանի անգամ կսխալվես, կապ չունի, քանի անգամ չես հաջողվի, կապ չունի բացարձակ, այս միտքը պիտի հեռանա։ Պետք է մենք մաքրենք մեր միտքը դրանից։ Այսպես ասած, կառուցողների, շինարարների կամքն է պակասում գործը վերջնական ավարտին հասցնելու համար, թե այդուհանդերձ կան արտաքին միջամտություններ, ուժեր, որոնք ամեն անգամ դույլը թափում են եւ ամեն ինչ պետք է սկսել զրոյից։ Կա կաշկանդվածություն արտաքին ուժերի կողմից անելու ամեն ինչ այնպես, որը կտանի վերջնական հանգրվանի, որովհետև կա գնահատական, որ այս իշխանությունը ունի արտաքին աջակցություն։ Հիմա դուք ունեք արտաքին կաշկանդվածություն։ Մենք ոչ մի կաշկանդվածություն ոչ մեկից չունենք։ Բացարձակ չունենք։ Անցնող ամբողջ տարին հենց դա էլ ցույց ենք տվել։ Ցույց ենք տվել։ Ես ավելի մանրամասների մեջ չմտնեմ։ Մեր դեմ թե թաքնված, թե հայտնված մեծ ուժեր են գործել նաև։ Գործել են։ Դրա բացարձակ արտահայտությունը եղել է հունիս 12-ին վաղը։ Խորհրդանշական է մեր այսօրվա հանդիպումը։ Այն զազրելի արարքը մեղմ ասած հանցագործությունը, որ պաշտպանվել է արտաքին տարբեր ուժերի կողմից, իր դրսևորումն ունենալով հենց ամերիկյան դեսպանության արտահայտության միջոցով։ Բոլորը գրեթե լռելով, գրեթե չէ, բոլորը լռելով, լռելիայն եւ երևի նրանց ընդհանուր լռությունը խոսքով արտահայտելու պատասխանատվությունն էլ նրանք էին ստանձնել։ Արտահայտել են, չէ, խոսել են այն մասին, որ մի տեսակ ասելով, որ ձեր կողքին ենք իշխանություն չարիքին եւ լավ եք անում ինչ անում եք։ Երբ ժողովրդի վրա ռումբեր էին նետում, ամենասարսափելի ձևը ստորացնում, ծեծում, ջարդում։ Դե հենց դա է աշխարհաքաղաքական աջակցությունը։ Հետևաբար ուզում եմ ասել, որ մենք կաշկանդվածություն երբեք ոչ ունեցել ենք, ոչ էլ ունենալու ենք։ Եթե մենք որևէ մեկի հետ էլ, որևէ կենտրոնի, որևէ կառույցի հետ էլ որևէ ձևով իրենց նախաձեռնությամբ հարաբերությունների մեջ ենք լինում, մեզ համար առաջնայնությունը մեր պետությունն է, մեր երկիրն է, մեր ուժեղ Հայաստանն է, եւ մեր պատիվն է։ Մենք ոչ սրանց նման կարող ենք
ամբողջ ժամանակը խոսել հիբրիդային պատերազմի այս կամ այն պետության վախեցած վախկոտներ, վախկոտ բառից բուն իմաստով մեծ փրթում են այս կամ այն երկրի մասին, հետո գնում են ծնկում են արջևները, օրինակ Ռուսաստանը, խոսում են չէ Ռուսաստանի մասին, Ռուսաստան եւ այլն, Բելարուսի մասին խոսում գնում Բելարուսի նախագահի թևի տակ նստում, օրինակն եմ ասում, չէ, տեսնում եք սրանց կեցվածքը, խոսում են թուրքերը գալիս են, Թուրքիան մտնում է տարածաշրջան ցեղասպանություն իրագործելու Էրդողանի արչև կռացած էլ գրքի ժպիտը չեմ ասում, այս վերջի ձեռքով ճամփելու պատմությունն էլ իր հերթին, հասկանում եք սրանք ինչ են, ու մենք կոնկրետ ես իմ պարագային ես ոչ մի աշխարհաքաղաքական, ոչ կաշկանդում ունեմ, ոչ վախ ունեմ, ոչ էլ որևէ ձևով սրա նրա արչև գլուխ խոնարհելու հարց ունեմ, ես պատիվ ունեմ, ու այդ պատիվը նախ տրվել է աստվածային շնորհով, տրվել է իմ պատմությունը ճանաչելով, ինքս ինձ ճանաչելով, մեր ժողովրդին ճանաչելով եւ մեր հսկայական նահատակության գնով, ուրիշ կերպ չի տրվել, եւ եթե այս խոսքերը ոմանց համար պրագմատիկ չեն, ինձ համար կոնկրետ կյանք ու պրագմատիզմ են, եւ եթե այս արտահայտությունների շուրջ որևէ մեկը կասկած ունի, ինքը իրեն պիտի քննի առաջին հերթին, թե ինչու ինքը կասկած ունի, երկրորդ ասեմ ձեզ, ուրեմն մեզ նաեւ հստակ կերպով մեր խոսակցությունների մեջ տեղեկացրել են եւ ես այս մասին չեմ դադարելու ասել, որովհետեւ իրականությունն է դա, ուղղակի տեսնում ենք մեր կյանքում կիրառվող, որ ինչը սպառնում մեր երկրին կամ ինչը տեղի ունենում, ասել եք, որ տարածքի ենք վերածվելու, այո, տարածքի եք վերածվելու առանց որևէ կիլոմետրաժի սահմանափակության, կլինի 29,000, թե 15,000, թե միգուցե 30,000, դժվարանում եմ 30,000-ի մասին, ուղղակի ենթադրում եմ, քանի որ այդպես առածկական է, թե 5,000, թե 10,000 նշանակություն չունի, տեսեք, փաստը դա, ընդամենը ամիսների փաստ, 29,800 էր ասում, չէ, հետո խմբագրի, ենթադրաբար, այո, ամբողջ ուժով լծվել էին Ալմաթը, Մակուն գրանցված եւ այլն, ինչ ասես ասում են այդ թեմայով, ինձ էլ հանրայինում ասացին, դուք մերժում եք 29,800-ը, փաստորեն մեր պետությունը Մակում արձանագրել, այսպես էին խոսում, հիմա այդ նույն մարդիկ, ընդամենը ամիսների 2 ամսվա տարբերությամբ դարձավ 29,743, հիմա լծվել են դրան, վաղը որ դառնա 25,000 լծվելու են դրան, այսինքն փաստացի երևում է, որ կիլոմետրաժի խնդիր այլևս չկա, գոյություն չունի, ինչ որ ասել են մարդիկ, ինչ որ նշել են, երկրորդ, թմրանյութերի տարանցիկ եւ իրացման միջավայր, ինչ է տեղի ունենում այսօր մեր կյանքում, գաղտնիք է որևէ մեկի համար, ուր կորան այդ հսկայածավալ թմրանյութերը, որտեղ են դրանք, որոնք այդպես բացահայտում ու ծածկում են, հսկայածավալ, ում ձեռքում են դրանք, ով է իրականացնում, այս հարցերի պարզաբանումները իրավունք ունենք ստանալու, թե ոչ ունենք, երրորդ, ինչ որ ասել են, ուրեմն փողերի լվացման եւ տարանցիկ նաեւ, այսպես ասած, միջավայր, ինչ եղավ Անիվ հիմնադրամին, ոչինչ, այդ հսկայական խաղամոլության գումարները, շրջանառությունները, որ տեղի են ունենում եւ կան, անվերահսկելի, ընդհուպ մինչեւ անձնական տվյալների, ուրեմն գաղտնիությունը գաղտնազերծելու վտանգավորության ներքո, սպառնալիքի ներքո գտնվելով, տեղի ունենում է այդ փաստը, թե չէ, որ փողերի լվացման եւ տարանցիկ եւ միջավայրային եւ ուղղակի միջավայր ստեղծելու տարածքը դառնում էր երկիրը, ոչ, փաստացի տեղի է ունենում դա, չէ, սխալ էր ասվածը, ոչ, LGBT համայնքներ, LGBT համայնքների բուծման եւ այլն եւ մնացած ուրիշ բաների,
տեղի ունենում են դրանք իրավունքների պաշտպանության։ Ես ոչ մեկի իրավունքի խախտելու մասին չեմ խոսում, բայց քարոզչության, ներդրման եւ բուծման մասին եմ խոսում։ Տեղի ունենում է, թե ոչ, տեղի է ունենում։ Ընտանիքի մոդելի հենց առաջի օրինակը Չարիկն է տվել, թե ինչպիսին պետք է լինի ընտանիքը։ Ընտանիքի մոդելի ձևավորման, այսպես ասած, նոր մոդելի, ներդրման, փորձարկման, ինքը տվել է այդ օրինակը, չէ՞։ Ոչ պետական, ոչ եկեղեցական, որևէ կերպով օրինականություն չունեցող փաստ, որը օրինակ պիտի դառնա բոլորի համար։ Տեսնենք ինչպես են բուծում դա։ Գունավոր հեղափոխությունների ճամբար դառնալու, այսինքն այստեղ բուծվելու եւ տարբեր տեղեր տարածվելու։ Ինչու եմ սա ասում, որովհետեւ գիտեմ, որ ոմանք ուղղակիորեն խոսում են մենք գործակալ ենք, սա ենք, նա ենք, մոռանալով, որ իրենք առաջին գործակալներն են, կրթություն են ստացել թուրքերի մոտ, Թուրքիայում, շարունակել են կրթություն ստանալ, շարունակում են նրանց այդ գաղտնի բանակցություններ ունենալ, գաղտնի փաստաթղթեր ստորագրել երևի արդեն բազմաթիվ շերտերով։ Եթե գործակալ չեն, ինչ են խոսում Քլչի հետ, ինչ են խոսում Ալիևի հետ եւ ինչ փաստաթղթեր են պատրաստել, ես անընդհատ կրկնելու եմ սա։ Հրապարակեք այդ խաղաղության պայմանագիր կոչված թյուրիմացությունը կամ պայմանագիր էլ չեք ասում, վախեցել եք պայմանագիր ասելուց, համաձայնագիր հրապարակեք։ Մենք չենք ասում լավը, վատը, սխալը, ճիշտը, հրապարակեք ուղղակի։ Չէ որ այս պետությանը եւ ժողովրդին է հարաբերվում կամ առնչվում կամ վերաբերում դա։ Ձեր ընտանեկան կյանքին չի վերաբերում դա։ Ձեր անձնական տվյալները չի պարունակում դա։ Հրապարակեք այդ փաստաթուղթը, որ դուք այդքան հանրահռչակում խոսում եք, գովերգում եք, քարաբանում եք, հրապարակեք այդ փաստաթուղթը։ Լիլիթ ջան, պետք է սրա վրա շեշտեն բոլորը, անխտիր, խորհրդարանում, դրսում, ներսում, ամենուր։ Մեր խոսակցության թեման ուրիշ բան չպետք է լինի։ Ենթադրենք հրապարակեցին։ Թող հրապարակեն։ Ինչ է փոխելու դա, Սրբազան հայր։ Եթե անգամ գրված լինի, որ Հայաստանի Հանրապետությունը դադարելու է դե յուրե եւ դե ֆակտո գոյություն ունենալուց։ Լիլիթ ջան, ինչ կփոխի, չի փոխի, դա երկրորդ հարցն է։ Ես խոսում եմ ազնվության մասին։ Ես խոսում եմ պետական մտքի մասին։ Ես խոսում եմ այս մարդկանց չարիք բերելու մասին, գաղտնի ծրագրած դիվական պլանների մասին։ Թողեք մյուսը երկրորդ հարցին, թե ինչ կփոխի։ Ինքը ասել է ինչ կփոխի իմիջիայլոց եվրոպացի եւ այլն դեսպանների հետ հանդիպման ժամանակ, որ մտահոգություն ունի, որ ժողովրդային ընդվզում կարող է լինել։ Ես սրա մասին չեմ տակցրել, ասել եմ դա։ Մեզ տարբեր աղբյուրներից տեղեկություններ հասնում են այդ թեմաներով։ Իրանք թող հանգիստ լսեն այս մասին, իմանան եւ իրենք գիտեն, հստակ գիտեն։ Հիմա դրա մասին չի խոսքը։ Ձեր հարցադրումը ճիշտ է եւ միևնույն ժամանակ պակասավոր, չասելու համար սխալն, որովհետեւ այստեղ խնդիրը ոչ թե իմ անելիքն է կամ ժողովրդի անելիքն է, դա ուրիշ թեմա է։ Իր անելիքն է, իրենց պատասխանատվությունն է։ Իրենք երբ որ աչուձախ սրան նրան գործակալ են համարում, ամեն իմաստով գործակալ։ Ասա գործակալական ուղակի դրսևորումը, հրապարակեք այդ փաստաթուղթը։ Դեռ չեմ ասում 2019-ին այդ Արցախյան բանակցությունների այդ փաստաթղթերը հրապարակելու մասին, որը ուղղակիորեն ցույց է տալու, թե ինչպիսի հանցագործներ են սրանք։ Դեռ դրա մասին չեմ ասում։ Ես կոնկրետ հիմա համաձայնագիր, ձեր օրոք կնքված կամ կնքվելի կամ համաձայնեցված ցույց տվեք։ Ինչից եք վախենում։ Այ վախկոտներ, ինչից եք վախենում։ Ցույց տուր։ Ասացիք, որ ընդվզումից վախենում են։ Սարսափելի։ Եվ կա գնահատական, որ փողոցում գետնի վրա այս ժամանակներում միակ մարդը, որ կարող է մոբիլիզացնել մեծ բազմություն, դուք եք։ Անում եք վերանայումներ, որպեսզի նախորդ տարվա բաց թողումները այս անգամ չկրկնվեն։ Լիլիթ ջան, ես բազմաթիվ առիթներով այս մասին խոսել եմ։ Մենք վերանայումներն էլ արել ենք, վերանայումներն էլ անում ենք։ Ամեն օրը մի մարտահրավեր է բերում ես։ Ամեն օրը։ Դրանց հետ էլ պետք է մենք հաշվի նստենք։ Ուզելով կամ չուզելով։ Մտքի իմաստով,
գործողությունների իմաստով, թշնամու կողմից ծրագրերի իմաստով, որոշակիորեն մենք տեղյակ ենք իրենք ինչ են պլանավորել եւ պլանավորում, դա էլ գիտենք կամ ծրագրավորում։ Հիմա այս բոլորը հիմնական իմաստով նաեւ որոշակի քայլեր են նախատեսում, որոնք պիտի նպաստեն հաջողությանը, բայց մենք անընդհատ խոսում ենք անցյալ տարվա բացթողումների մասին, բայց ինչ ենք ձեռք բերել մենք։ Ինչ ենք ձեռք բերել։ Ես չեմ դադարելու ասել։ Դե ասում եք, որ ցույց տվեցինք աշխարհին, որ Ոչ մենք միայն չենք ցույց տվեցին, հաշտվում։ խաղաքարտերն ենք խառնել ամբողջությամբ։ Իրենց վերադասավորումներն ենք խառնել ամբողջությամբ։ Այն բանակցությունները, որ մղում էին ավարտելու համար անցյալ տարի այս օրերին, այսպես ասեմ, դրանք են խառնվել իրար։ Ոչ ոք չի սպասել աշխարհում, որ նման շարժում տեղի կունենա Հայաստանում։ Իրենք էլ չեն սպասել, այնքան ինքնավստահ են ամեն ինչից, որ կարող էր Չարիկ իրեն թույլ տալ իր ընտրած ժողովրդին ոսկեպարում ու կիրանցում գալ եւ սպառնալ։ Այդքան ինքնավստահ էին իրենք, շատ ինքնավստահ։ Եվ պատկերացնում են, որ մեր ժողովուրդը մեռել է։ Ոչ, մեր ժողովուրդը ցույց տվեց այդ հույսի արթնացումը, կրակը, որ չի մեռել։ Բացարձակ ոչ միայն չի մեռել, այլև իրավատեր ու պահանջատերը։ Իսկ նորից դուրս կգան փողոց։ Ես հավատում եմ, որ ոչ միայն դուրս կգան, այլև տասնյակ հազարավոր անգամներ ավելիով դուրս կգան, որովհետև այն դավաճանական, ուրացողական, ինչ ասեմ, քաղաքականություն չեմ կարող դրան համարել։ Այդ գիծը, որ տանում են սրանք, ի վերջո մարդիկ պատկերացնում են, թե ինչի մասին է, չէ, իրենց ոչնչացման մասին է։ Իսկ քաղաքական դաշտում ձեզ խանգարողներ կան կամ փորձում են խանգարել։ Բացարձակ, ով պիտի խանգարի։ Մարդիկ, որոնք հավակնություններ ունեն։ Նայեք, ես չեմ կարող խոսել որևէ մեկի մասին խանգարելու կամ չխանգարելու։ Ես խոսում եմ իմ մասին, թե ինչ եմ անելու։ Խանգարողներ կլինեն, տեսնենք ովքեր են։ Չեն լինի, քշային բոլորը։ Ոչ մի խնդիր։ Այստեղ մեր պետության պատվի եւ հայրենիքի հարցն է։ Մեր ժամանակների ու պատմության հարցն է։ Հիմա եթե այդ հսկա պատկերի մեջ որևէ մեկը նեղ փոքր անձնական հավակնություն ունի, ոչ մի արժեք չունի դա, բացարձակ արժեք չունի։ Երկրորդ բանը, որ ուզում եմ ասել, ես սա շատ մոլորեցնող թեմա է, եկեղեցու քաղաքականության մեջ լինելու մասին, կամ իմ, կամ Միքայել Սրբազանի, կամ որևէ այլ սրբազանի, կամ հոգևորականի քաղաքականության մեջ լինելու մասին։ Կներեք, ես բառով ասեմ էլի, իրենց սիրած բառն է, իրենք են ասել, ես չեմ ասել, այդ տգետներ։ Մենք քաղաքականության մեջ ոչ կանք, ոչ եղել ենք, ոչ էլ լինելու ենք։ Դուք մեր կյանքի ու պատմության ու արյունի թշնամին եք։ Ամեն ինչի թշնամին եք դուք։ Մենք այդ թշնամությունը կանխելու, ձեր ձեռքը բռնելու, Չարիքը հեռացնելու մասին ենք խոսում։ Մեր կենսագրության մասին ենք խոսում։ Եվ այս տգիտությունը, միտումնավոր տգիտությունը, որի մասին Սուրբ Գիրքը շատ հստակ է ասում։ Այդ տգիտությունը պատճառ է դառնում մարդկանց դժբախտության։ Առաջին հերթին իրենք կամ գիտակցում են, կամ չեն գիտակցում, որ դժբախտ, վստահ եմ գիտակցում, որ դժբախտ են, որովհետև ասելու բան չունեն։ Այդ քաղաքականություն կոչվածը մեր երկրում այսօր որևէ շերտով գոյություն չունի։ Ավելորդ բաներ թող չխոսեն։ Ընդդիմադիր դաշտից կլինեն, իշխանական այսպես կոչված ճակերտավոր դաշտից կլինեն։ Թող իմանան, մենք եկեղեցին, ես, իմ հոգևոր եղբայրները գործելու ենք, գործում ենք հանուն մեր կենսագրության, մեր պետության եւ մեր արյան, որպեսզի չսպառվի այդ արյունը։ Երկրորդ, գործում ենք եւ գործելու ենք Չարիքը կանխելու, ձեռքը բռնելու եւ մեր կյանքից հեռացնելու համար, նույնիսկ դեմ էլ չեմ ասում, համար։ Եվ սա միանշանակ
կուզեն որակեն քաղաքականություն իրենց կարճ խելքով, տգիտությամբ, թող որակեն։ Չեն ուզում, չեմ կարծում, որ չեն ուզում։ Ինչպիսի որակում ուզում են թող տալ։ Մեր անելիքը դա է։ Շատ հստակ ասում եմ։ Շատ հստակ։ Սրբազան էր, վերջերս ձեր գրքի շնորհանդեսն էր, որ անվանել եք ինքներս մեզ հաղթելով։ Այո։ Ինչու այդպես էլ ինքներս մեզ չենք հաղթում։ Նախ շնորհակալ եմ քեզ, Լիլիթ ջան, որովհետև սա մի տեսակ հավելվածն է երկրորդ ծնունդը ավետյաց երկրի տեսիլքով, որ մենք 2020 թվականին ձեր նախաձեռնությամբ վարում էինք ռադիո հաղորդումներ 106.5 ալիքով։ Այդ զրույցների շարքն էր, որը որոշեցինք նաև որոշակի վերախմբագրումներով հրապարակել։ Եվ գրքի վերնագիրն էլ հենց այդտեղից է գալիս, որովհետև այդ արտահայտությունը կամ ձևակերպումը այդ մեր զրույցների մեջ է, որ մենք կհասնենք հաղթանակի նախ ինքներս մեզ հաղթելով։ Ինքդ քեզ պետք է հաղթես, որ կարողանաս հաղթել մնացած բոլոր խոչընդոտները։ Հաղթես ինչով, հենց այդ անձնական հավակնություններով, նեղ անձնային շահերով, դավադրություններով եւ այլն անելով եւ դրա հակառակը առաքինություններով, զոհաբերություններ անելով, պատրաստ լինելու ամեն ինչի, անանձնական լինելու, սիրո մեջ մնալու, անընդհատ բարիք գործելու, սրանք անընդհատ հավատքի եւ հույսի ճառագայթումը լինելու եւ այլն, չվախենալու ոչնչից, սա ամենակարևորն է, որ այս առիթ օգտագործելով ուզում ասել, մի վախեցեք ժողովուրդ ջան, ոչ մի բանից մի վախեցեք, չարիքը այդքան սարսափելի չի, ինչքան իր մասին խոսում են, իսկապես եմ ասում, եւ դուք հարցը այլ կերպ տվեցիք, ինչու այդպես էլ չի հաջողում ինքներս մեզ հաղթել, մենք կարիքն ունենք ինքնաճանաչողության, կարիքն ունենք անձնական եւ հավաքական ապաշխարության եւ կարիք ունենք հաշտությունը մեզ համար համոզմունք դարձնելու, համոզվածություն դարձնելու եւ ոչ թե պարզապես խոսելու դրա մասին։ Մեզ միակ ճանապարհը մեզ համար այս ամբողջ դժվարությունները հաղթահարելու եւ մեր տունը կառուցելու, վերականգնելու միակ ճանապարհը, ինչպես միշտ ասել եմ, մեր ներքին ապաշխարությամբ ինքնաճանաչողության հասնելու եւ այո, հաշտություն ունենալու ճանապարհն է։ Հաշտություն ունենալու ոչ թե չարիքի հետ, այլ հաշտություն ունենալու մեր ներքին կյանքի մեջ։ Ես անցյալ տարի ամբողջ ասել եմ, որ մեր պայքարի առանցքը ոչ թե քաղաքական է, քիչ առաջ խոսում, այլ քաղաքակրթական է, արժեքային, այսօր տեսնում ենք դա։ Այսօր տեսնում ենք, հենց ուղղակիորեն մարդիկ իրենց մաշկի վրա կոնկրետ զգում են, թե ինչ ենք մենք ասել, ոչ թե տեսականորեն, այլևս գործնականորեն, որ այո, քաղաքակրթականը, այո, արժեքայինը։ Եվ դրա մասին է եղել մեր ամբողջ ասելիք, եւ մեր փոփոխությունն էլ այդպեսին պիտի լինի։ Մեր փոփոխությունը, ներսից եկող փոփոխությունը տարածվող համընդհանուր կյանքի եւ մտածողության վրա այդպեսին պետք է լինի։ Եվ այո, այդ ճանապարհը միակն է, ինքներս մեզ հաղթելով։ Մեր փոքր սահմանափակ պատկերացումները, անձնականությունները, որպեսզի կարողանան մեր ձգտումները եւ տեսիլքները, մեր համոզմունքը դառնան, որ ավելի մեծ են, քան սահմանափակ օրերով պայմանավորված մեր կյանքի ժամանակահատվածն է։ Սա հստակ պետք է լինի բոլորի համար։ Մեր կյանքը ձգտումների, տեսիլքների, երազների կյանք պիտի դառնա, որոնք ավելին են, քան մեր փոքրիկ այս ժամանակավոր կյանքի ընթացքը։ Ես գիրքն էլ նվիրելու եմ ձեզ կամ նվիրում եմ ձեզ։ Շնորհակալ եմ։ Սրբազան հատկանշական է, որ 2 տարի առաջ հենց այս օրերին մենք Արցախում էինք ու Արցախում Ռոբերտ Աբաջյանի գրքի շնորհանդեսն էր։ Մենք տանուլ տվեցինք այդ ճակատամարտը, այս մեկը տանուլ տալ չեն կարող, որովհետև սերունդները մեզ չեն ների։ Մենք կարող ենք հալածվել, մենք կարող ենք հարվածվել, մենք կարող ենք
զրպարտվել, մենք կարող ենք խոցվել, մենք կարող ենք ճզմվել, մեզ կարող են ուղղակիորեն մահվամբ սպառնալ, ամեն ինչ կարող են անել, բայց մենք իրավունք չունենք հաղթանակի տեսիլքը կորցնելու։ Սա պիտի լինի մեր սկզբունքը, ամենափոքր հնարավորությունից մինչև ամենամեծը։ Մեր կյանքը կարող է բարակել, մենք կարող ենք ամեն ինչ կորցնել, բայց այդ պատիվն ու հաղթանակի զգացումը երբեք։ Մեր մահը կլինի այն ժամանակ, պատերազմը կպարտվենք այն ժամանակ, երբ հենց այդ զգացումը կորցնենք։ Եվ մենք պատասխանատվություն ենք կրում, ես կոնկրետ պատասխանատվություն եմ կրում ոչ միայն ներկա ժամանակի համար, այլ իմ անցյալի ժառանգության համար եւ իմ գալիքի ժառանգության համար։ Պատասխանատվություն եմ կրում իմ նահատակ ընկերների առջև եւ ոչ միայն իրենց անձնական իմաստով, այլ մեր բոլոր զավակների վայրերի առջև, ովքեր ինձնից ու շատերից ավելի լավը եղան իրենց կյանքը ընծայելով մեզ համար։ Դրա համար էլ եմ պատասխանատվություն կրում իրենց ծնողների առջև, հարազատների առջև եւ պատասխանատվություն եմ կրում նաեւ գալիք սերունդի առջև, ստեղծվող պատմության առջև։ Եվ միշտ ասել եմ, ես իմ կյանքը նայում եմ 30 տարվա հեռավորությունից։ Ինչ են այնտեղ խոսելու մեր մասին, ովքեր են դատելու մեզ եւ ինչպես են դատելու։ Հետևաբար մենք, ինչպես միշտ ասել եմ, մենք պիտի ապագայից գանք այսօրը, չկորցնելով պատվի եւ հաղթանակի զգացում։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։